Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ում կընտրեիք դուք։ Ոչ մեկին, այնքան հիասթափված եմ, ահա որ ձևի աղջիկ չեմ։ Ձեզ։ Երևի ոչ մեկին։ Ոչ մեկ վստահություն չի ներշնչում։ Ոչ մեկին։ Ես չեմ մասնակցում ընտրությունների, արդեն շատ երկար տարիներ արի։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ չեմ ընտրել։ Ես ռուսական շպիոներին ոչ մեկին չեմ ընտրում։ Ով որ ընտրվել է։ Ոչ մեկին։ Չեմ ընտրում ոչ մեկին։ Ոչ ոք չկա դեռ իմ մտահորիզոնում, այսպես։ Ոչ մեկին։ ՔՊ-ին հաստատ չէի ընտրի։ Իսկ ում կընտրեիք։ Չգիտեմ, բայց ՔՊ-ին հաստատ չեմ ընտրվի։ Որովհետև 7.5 տարին տեսանք ինչ արին մեր հետ, կներեք էլի։ Իսկ դուք ում եք ներկայացնում, որ ասեք, ձեր սրտով ասեմ, թե իրականում ասեմ։ Իրականում ձեր կարծիքը ասեք։ Թաթոյան Արմանին։ Ինչու՞ է։ Միակ մարդն է իմ ճանաչած, ով որ ունի թողած հետագից, մաքուրանուն, կիրթա, խելացի է, արտակնապես մեղմ ասած հաճելի է իրան նայելը ու էլի կարող եմ շարունակել։ Բացի նախորդից նորը ով լինի։ Միայն ոչ Սերժը Քոչինյանը, այս մեր բարերար կոչված Կարենը, Սամվել ասում, Սամվել Կարապետյանը, ոչ մեկին դրանց։ Իսկ գործող իշխանությանը կընտրեիք։ Հաջան։ Գործող իշխանությանը կընտրեիք։ Եթե ոչ մի նոր մարդ չլինի, լավ է ինքը քանց նրանք։ Այսինքն ում ընտրենք, մի սաղ ընտրվողներ են, որ մեկի մասնակցում։ Նախընտրած թեկնածնով կլիներ կուսակցությունը ուժը, եթե այս կիրակի լինեին ընտրություններ։ Չէ, դե ես ինքս պրովինցիալ եմ, այսինքն ռայոնից եմ։ Ես նկատում եմ գյուղապետ ընտրենք, խորհրդարական ընտրություն։ Չնայած այդ մակարդակը իջել է Երևանում գյուղապետի մակարդակը, հա, հասկանալի է, ում կընտրեի ես, այսինքն իսկ ով կա, որ ում ընտրեմ։ Չկան ուժեր։ Իսկ ուժ կա вообще-то։ Քաղաքացիական պայմանագիրը հիմա իշխող։ Հայաստան դաշինքը, հանրապետական կուսակցություն, նոր ուժեր կան, Արման Թաթոյան, Շանթ Հարությունյան։ Ախավ գիտեք ինչ, ես ընդհանուր առմամբ ես իմ մտքերը կոնսպեկտավորված եմ ասում, ուրեմն ամեն ինչ խոսում են, ամեն ինչ, իհարկե շրջանը քաղաքից չի տարբերվում մակարդակով, երևի շրջանը ավելի մակարդակով բարձր է, քան քաղաքը, որտեղ դառել է Կալկուտան, ստի Երևանը ոնց որ թե այդ այլ թեմա է, իսկ քաղաքական ուժերը ամեն ինչից խոսում են, բացի քաղաքական դիակներից, քաղաքական դիակ հասկացողություն չկա, հիմա ես կարծում եմ, որ կսենք այդ նույն մարդիկ են, կսենք աննսնականներից եկած, հա, ամեն ինչ ասում են, կսենք այդ էլ է քաղաքական տերմին է, այսինքն պոլիտическая проститутка, или политический там труп, там սա քաղաքական տերմիններ են, քաղաքական դիակ ուղղակի չեն ասում։ Ես համարում եմ սա քաղաքական դիակ, նոր մարդ չկա։ Այսինքն ոչ մեկին չեմ էլ։ Մեր ձևով շարժումն է ձևավորվել Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանը կարելի է մտածել Սամվել Կարապետյանի մասին։ Եթե այլ ուժեր իրան չկցվեն, այն քաղաքական դիակներից կարելի է մտածել, բայց չգիտեմ։ Չէ, դե ճիշտ ասած, եթե հիմա ալեր ընտրությունը, հիմի ոչ մեկ ընտրության մասին չի էլ մտածում, ճիշտ ասած, իրանց մասին չեն էլ մտածում, իրանք են իրանց մասին մտածում, իրանք են տենց շուխուրանում, հետո պարփակվում, հետո մի լավ բան չենք լսում, այսինքն լավ բան չկա էլ որ լսենք, կա, չկա, չգիտեմ, իրանք իրանց ասածն էլ չեն հավատում, եթե իրանք իրանց ասածն հավատան, էլի կարող է մենք էլ հավատանք, բայց տեն մենք որ իրանք էլ չեն հավատում իրանց ասածին, ինչ են խոսք տալու մեզ, օրինակի համար ենթադրենք ում ասեք, օրինակ դա մեկին ասեք, նրանց պրիմերոջն, սաղ մի մակարդակ է, մեկին ասեք, մակարդակից է ցածր, իրանք նույն ձև են կրկնվում, նորույթ չունեն, դե մի ես նորույթ եմ ասում, էլի նորույթ, որը չկա մամուլում, բանում, բոլորս է գրագետ մարդիկ են, կարվում են,
Չնայած բոլորը չեն գրագետ, անգրագետներ շատ կան, բայց ինչ է էսե, քաղաքական դիակ, այդ տերմինը չկա։ Իրանք ուղղակի պետք է հայելիում նայեն իրանց ու ասեն մենք արդեն էլ չկանք։ Մենք քաղաքական դիակ ենք։ Всё, չկանք, չեն ընդունում։ Այն ինչ պետք է ապուշ մարդ լինի, ապուշ նշանակում է անուշադիր մարդ, հա, որ ընտրի նույն մարդուն։ Այսինքն սա անունը փոխած նույն մարդուն, բայց դե նույն մարդն է, այն նույն մարդը կարա փոխվի։ Չկարա։ Օրինակ կարա օրինակի համար Անդրանիկ Քոչարյանը փոխվի։ Չկարա, չէ՞։ Որ ասում է շրթունքների նայ, այ մարդ եկա պոստը տվել են, եկա աթոռը տվել են, եկա շենքում նստել ես, չես տանքացել այդ շենքի վրա, դու ով ես վաշատի կտո ասել է ռուսը, կամ Աղազարյան Հովիկը, իրակ տուֆտան մտածելակերպով, ես անուններով չեմ ուզում կոմպլեքսավորվել, բայց իրանք իրանց էլ նայում են, իրանք էլ են իրանցից զարմացած, բա մենք ինչ կլենք, ես սովորական զինվոր եմ, ասա հրացանը վերում եմ, ում հետևից գնամ, ում հետևից, ես զինվոր եմ, դե դու ասա, ում հետևից գնամ, կարաս ասես, ասա, մի հատ խորհուրդ, ես եմ մոլորվել եմ, չգիտեմ, այսինքն չկա, իրանք քաղաքական դիակ են, իրանք պետք է գնան, իրանք պետք է շատ ուրախն են, որ հանգիստ կարենան իրանք ծերությունը վայելեն, որը էլ չեն կարա, իրանք Աստծո պատիժը պետք է կրեն, այդ նվազագույնը, եթե ոչ հասարակությանը, որովհետև ավերածություններ են, սաղ ավերածություններ են, ես էլ եմ կրկնում, ես պրովինցիալ եմ, կարամ ասեմ, որտեղից եմ, այսօրվա դույցամ ես ալավերդուց եմ, արդյունաբերական քաղաք ա եղել, այսօր դարել է կրիմինալ քաղաք, այսինքն ինչի համար է կրիմինալ դարել, դրա աշխատանք չկա, պարապ են, իսկ պարապ մարդ ինչի մասին պետք է մտածի, ինչի մասին, և ոչ մի բանի մասին, դատարկվել է այդ քաղաքը ուղղակի, իսկ ով է մտածում նրա մասին, եթե Ալավերդ ու Պրավելենիայի շենքը սարքել են հույրանոց, գրադարանը սարքել են թուրքական կամ ֆիննական բաղնից, absurd է դա, absurd ուղղակի, այն պոտենցիալը, որ մեր քաղաքն ուներ, փոքր տեղ, անպայմանած ծովը խմեց, որ իմանաս ծովը աղա, ամենը մի կաթիլ վերնես, տենես, որ վատ է, հենա ես ասում եմ, որտեղից եմ, ինչա կատարվում ընդի, ով է մտածում, Թաթոյանն ու ինչ պետք է անի կամ մյուսը, սաղ լավն են, գեղեցիկ են, բովանդակալից են, ես իմ ինչ են, բայց չկան դրանք, ինչ պետք է ան, պոտենցիալը որտեղ է, չգիտեմ, մի խոսքով մոլորված վիճակ է։